Անուշ ջան, բա հիմա ինչ անենք։ Ես ու մաման նորից կգնանք բանկ, տեսնենք ինչ է հնարավոր անել։ Մենք արդեն գնացել ենք։ Ոչինչ, մամ ջան, նորից կգնանք։ Այդ դեպքում ես էլ եմ գալիս։ Իմաստ չկա Նախշուն ջան։ Իրականում մենակ կգնայի, պարզապես քանի որ մամայի անունով է, պետք է ստիպված մաման էլ գա։ Դե մենք գնանք տուն, հետո կզանգենք, կտեսնենք, խոսենք, հա։ Տեսեք, ոնց հարմար է Նախշուն ջան։ Ամեն դեպքում շատ չնեղվես։ Մի բան կմտածենք։ Բայց եթե չստացվի գումարը հետ բերենք, ես էլ կօգնեմ ձեզ անպայման։ Հետո կխոսենք Շուշի ջան։ Դե մենք գնացինք։ Օգնեցեք։ Ես քեզ քանի անգամ ասեցի, որ այդ լակոտից հեռու մնաս։ Բաբ ջան, ես էլ քեզ եմ ժամանակին լիքը բաներ ասել։ Այ որ լսեիր, այսօրվա օրով այս պատմությանը մենք չենք հանդիպի։ Հա։ Ինչ էլ ասես տեղին հասկանում եմ։ Սխալվել եմ։ Բայց չեմ ուզում, որ այդ սխալները դու էլ անես։ Ինչ ես առաջարկում, բաբ։ Մեկը հորս վրա ձեռք բարձրացնի, ես այդ ձեռներս ծալած նստեմ։ Տղաջան, դու մի մտածի։ Ես այդ Էդոյի հարցերը նենց կլուծեմ, որ հետքը անգամ չի մնա։ Դու գործ չունես դրա հետ, այդ իմ գործն է։ Այսինքն, բաբ, ինչի իմ հետ անկեղծ չես, ինչի լրիվ չես պատմում ինչա կատարվում։ Ինչքանը որ գիտես, այդքանը քեզ հերիք է։ Դու այս գործին մի խառնվի։ Ինչ գործ, այ բաբ։ Իզուր մի համոզի, ոչ մի բան էլ չեմ պատմելու։ Ախր դու ոնց չես հասկանում, որ այդ Էդոն հələ լիքը ի, ըստ նարեն թունն է։ Հա, բա ինչ է։ Միշ եկել ես։ Հա, Նարե ջան, բավականին շուտվանից։ Ես էլ գիտեմ դուրսն ես։ Մարի հետ խոսացել ես։ Չէ, հեռախոսից ջարդվել է։ Մենք էլ մեռանք քեզ զանգելով, անհանգիստ են ընկերուհիդ։ Հա, հեսա կզանենք եմ ինչ։ Բայց միջև զանգելը 10-ը խոսացիր այդ տղայի հետ, նորմալ է ամեն ինչ։ Ինչ եսի խոսալ գիտի։ Սրանը մենակ կռիվն է։ Լավ էլի քեր, ոնց որ դրանից առաջ նույն մարդու հետ դու չէիր կռվում։ Դե դա էլի։ Լավ էլ աննորմալ ընտանիք ենք։ Բաբ ջան, տենց է չասեցիր։ Ուր էիր գնացել տենց կոստյում շալվարով հագած կապած։ Գործի եմ ընդունել, հաշվապահ պիտի լինեմ։ Հաշվապահ քեր, դու ամբողջ կյանքում դասախոս ես աշխատել։ Ո՞նց ես հաշվապահություն անելու։ Հա, համալսարանում հաշվապահական գործ էի դասավանդում։ Հանգիստ կարամ աշխատեմ։ Ամենայն դեպս ես վերջի արած գործից հաստատ որ լավ է։ Հա ջան, գործը էլի։ Կարևորը որ պարապ չէ։ Լավ, ես այդ դուրս գամ գործի, ճանապարհին եմ մի հատ մտնեմ ինձ հեռախոս առնեմ, որ զանգեր գոնե կարանամ անեմ։ Միշ, իզուր նորը մի առ, իմ հին հեռախոսը դարակում է, քեզ գտամ։ Ոնց։ Քեզ պես պետք չի այդ։ Չէ, անկապ դարակում դրած է, հեսա բերեմ։
Լավ, նորս։ Տիկին Լիդիա անտրիքը պատրաստ եմ։ Հիմա գալիս եմ։ Ալո։ Այո, ես եմ։ Ինչ։ Ո՞նց թե։ Հա, ես հենց հիմա գալիս եմ, որ հիվանդանոցում է։ Հա, գալիս եմ։ Մարդ պայուսակս վեր։ Ինչ է պատահել Տիկին Լիդիա, դուք այնպես գունատվեցիք, կարծես ուրվական տեսած լինեք, եթե դες վատ եք զգում, կարող եմ սրտի կաթիլներ բերել։ Հիմա հիմար խոսակցությունների ժամանակը չի, պայուսակս վեր հիվանդանոց եմ գնում։ Ինչ հիվանդանոց, ինչ է պատահել։ Մարդ Տարոյին են վրա երթի ենթարկել, գնա։ Աստված իմ, ինչ եք ասում Տիկին Լիդիա, ոնց հիմա գնամ բերեմ։ Ասա Մարի ջան։ Մամ, հարմարա կարող ես խոսել։ Հա, բալես, ասա, ինչ է պատահել։ Մամ, ես հիմա քեզ մի բան կասեմ, բայց խնդրում եմ, չվախենաս ու չանհանգստանաս, որովհետև հիմա ամեն ինչ կարգին է։ Ինչ։ Ինչ է եղել։ Մամ, ես հիմա հիվանդանոցում եմ։ Բայց ինչի համար ես հիվանդանոցում, ինչ է պատահել։ Ամեն ինչ կարգին է, Մարի։ Մամ ջան, այս խմի, հանգստացի ու քիչ մտածի այդ փողի մասին։ Մի բան կանենք։ Օպրես։ Այ, ինչքան ասում չմտածեմ ես այդ փողի մասին չեմ կարում։ Մեղքի զգացումը կոնկրետ հանգիստ չի տալիս ինձ։ Լավ էլի մամ ջան, դու չես տիկինի դեն խնդրել, որ տենց բան անի, այդ իրա ցանկությունն էր, իրա որոշումը։ Այդ ինչ ես ասում, այ խոխա։ Գորե հասկանում ես ինչ ես ասում։ Իդան այդ փողը ինձ համար է վերցրել, որ ես գործ դնիմ։ Ես էլ պիտի ամեն ինչ անեմ, որ այդ փողը փակիմ։ Մամ ջան, կլինի մինչև վերջ ինձ լսես, նոր ջղայնանաս կամ չջղայնանաս։ Ես ասում եմ, որ այդ տիկին իդայի կամքով է եղել, ու պետք չի որ քեզ ված զգաս։ Ուղղակի մամ ջան, մեզ մնում է, որ երկուսով աշխատենք ու այդ վարկը փակենք, որ տիկին իդայի վրա չմնա։ Ճիշտ ես ասում, խոխա ջան։ Անպայման պետք է աշխատել։ Ես պատրաստ եմ էլի աշխատել, 24 ժամ աշխատել, մենակ թե այդ պարտքը փակենք։ Մենակ դու չէ մամ, ես էլ քո հետ։ Ու այսօր Արմենին զանգելու եմ գործի պահով պայմանավորվեմ անպայման։ Հա, քեզ էլ առիթ էր, չէ՞ պետք։ Մամ, էլի մի սկսիր, հա։ Բայց ոնց որ դու ես սկսում, Շուշի ջան։ Մամ ջան, ուղղակի ես հասկանում եմ, որ մի հոգին չի կարա համ աշխատի, համ պարտք փակի։ Դրա համար առաջարկում եմ երկուսով աշխատենք, ու դրա մեջ վատ բան չկա։ Շուշի ջան, ես չեմ ասում, որ աշխատելու մեջ վատ բան կա։ Ես ուղղակի օզում չեմ, որ դու քո գործը խանգարի քո սովորելուն։ Այդքան բան։ Մամ, խոսք եմ տալիս, ամեն ինչ դասավորված ու կազմակերպված կանեմ, ու իմ դասերին չի խանգարի։ Ուղղակի դու հանգիստ վստահի ինձ։ Ուրեմն այ, առավոտից ես 2 հատ գլխացավի դեղ եմ խմել, 3 անգամ սրտի դեղ եմ խմել, ճնշման դեղ եմ խմել, ու դու հիմա շարունակում ես ինձ կզնվեցնել։ Մամ ջան, բայց ես քեզ կզնվցնում չեմ։ Ուղղակի զգուշացնում եմ իմ որոշումների մասին ու խնդրում եմ, որ դու էլ ինձ հասկանաս ու ընդառաջես։ Իմ ամենաբարի, ամենասիրուն մամա։ Խնդրում եմ, թող հոգսդ մի քիչ թեթևացնեմ։ Ես ուղղակի դեռ պատրաստ չեմ, որ դու աշխատես։ Մի քանի օրից կհարմարվես։ Ես դեռ իմ համաձայնությունը չեմ տվել։ Դե եթե առաջվա պես էլ իմ հետ չես վիճում, ուրեմն այդ լավ է, շանս ունեմ։ Հա, մնում է տեսնենք անուշը ինչ կանի, կարա մի բան անի թե չէ։ Ինձ ասելա, որ սպասենք։ Հիմա սպասում ենք, չեմ զանգում, մի քիչ էլ կանցնի ու կզանգեմ, հա։ Հա, միշտ չմիացավ։ Չէ։ Ես աշկիս այնքան ժամանակ զարյատքի դրած չի եղել, ակումուլատորը լրիվ փչացել է։ Բա ինչ պետք է անես, հիմա ստիպված նորը չէ պետք է առնես։ Դե ինչ անեմ, նարս ստիպված։ Մտածում եմ կարող է այդ նոր հեռախոսը ես քեզ նվիրեմ։ Ինչի նվիրես։ Ինչի չեմ կարա։ Չէ, կարաս, նարս, նես չի արկելում եմ։ Ուղղակի կարիք չկա։ Լավ էլի միշ։ Փակի թեման էլի նարս լավ։
Բայց որ խնդրեմ մի հատ կտաս, հեռախոսովդ զանգանեմ։ Հա, վերցր։ Մարս Միշոն է։ Այսօր առավոտ որ զանգերից չէի պատասխանում, անջատվել էր հեռախոսը դրանից է։ Դու ասա ոնց ես, ինչ ես անում։ Ոնց հիվանդանոցում ես։ Որ հիվանդանոցում։ Լավ, հենց հիմա գալիս եմ ես։ Ինչ ա եղել Մարի։ Չգիտեմ, ասեց հիվանդանոցում է ինչ որ։ Անուշ, Լիդիա, դու ինչ ես անում այստեղ։ Աղջիկս է վթարի ենթարկվել։ Ոնց կարոնել է վթարի ենթարկվել, միասին են եղել։ Չգիտեմ, Լիդիա, ինձ հիմա միայն աղջիկս վիճակն է հետաքրքրում։ Անուշ, արի գնանք հիմա, սիրտս կկանի։ Ինչ անում Մարի։ Մաման ինչ բարքին է։ Հոլուրջ բան չի պատահել։ Չէ, մամ, մի անհանգստացել, լուրջ ոչ մի բան չկա։ Հա։ Վթարի ես ենթարկվել, ոչ մի լուրջ բան չկա։ Դադ, ես լավ եմ։ Հիմա Կարոյի վիճակն է ծայրահեղ ծանր։ Ես չհասկացա, Կարո ձեր հետ ինչ գործ ուներ։ Դու Կարոյի հետ էիր։ Ես Կարոյի հետ չեմ եղել, բայց չգիտեմ ոնց Կարոն հայտնվել էր այնտեղ, որտեղ ես էի։ Մի րոպե, դու ասացիր, որ մի քանի րոպեով դուրս ես գալիս Միքայելի հետ խոսելու։ Ո՞նց ես հայտնվել Կարոյի հետ։ Չգիտեմ, մամ, ես Միշոն չեմ տեսել։ Ես հիմա գնում եմ բժշկի հետ խոսեմ, հասկանամ ինչ է կատարվել, մամ խնդրում եմ ուշադիր գնաս։ Հանգիստ գնանք։ Ասա որտեղից եկար անգար Վոլտերից տակ Կարո ջան։ Լավ ոնց իմանամ մեռել է, սաղ է։ Չէ, պետք է իմանամ։ Պետք է իմանամ, որ իմանամ ինչ անեմ։ Նվարդին։ Հա։ Նվարդին էլ զանգեմ, բա որ կասկած են իմ վրա։ Հայ դո ջան։ Ալո։ Նվար ջան, բարի օր, ոնց ես։ Ինչն է բարի դո ջան, հեչ էլ բարի չի։ Մի բողոքի Նվար ջան։ Տես ինչ տակ հավես օր է, գործ ունես, փող ունես։ Երջանիկ լինելու համար ամեն ինչ ունես։ Գեր խմի քեֆ արա քո համար։ Էդո ոչ ուտելու սիրտ ունեմ, ոչ առավել եւս ուրախանալու ցանկություն։ Որ ասեմ ինչ ա եղել, կզարմանաս։ Ինչ ա եղել Նվարդ, ինչ ես անտրամադիր։ Անտրամադիր չեմ, ուղղակի չգիտեմ, որ չլացեմ, չգիտեմ հետս ինչ կլինի։ Կարող է Տիկին Լիդիանա քո վրա խոսացել, որ տես նեղվել ես։ Չէ, կարոնա վրա եթե ենթարկվել վիճակը շատ ծանր է։ Ինչ ես խոսում Նվարդ, այդ երբ ա եղել։ Բա դու որտեղից իմացար։ Այ քեզ բան։ Բա որ հիվանդանոց են տարել, խաբար ես։ Լավ, Նվար ջան, դու հանգստացի, ես տեսնեմ կարող եմ Տիկին Լիդիայի հետ խոսել։ Փաստորեն վիճակը ծանր է, հա, Կարո։ Լավ է, շատ լավ է։ Բայց որ հիվանդանոցից քո ոտքով դուրս չգաս, ավելի լավ կլինի։ Բարեցես։ Բարեցես։ Ես բժշկի հետ եմ ուզում խոսել, կարող եմ մտնել։ Մինչև բժշկին տեսնելը, ես կուզենայի նախ մենք զրուցենք։ Ինձ երևի կհիշեք, մենք այլ գործի շրջանակներում հանդիպել ենք։ Քննիչ Հովեյան։ Այո, հիշում եմ, ինչ է պատահել աղջկաս, սա ինչ պատմություն է։ Ես այս պահին ավել բան չեմ կարող ասել ձեզ։ Հիմա կխնդրեմ, որպեսզի ուղեկցեն ձեզ տուն, երեկոյան կմոտենամ կպարզաբանենք։
Տուն ուղեկցելու կարիք չկա, մենք կարող ենք գնալ։ Տիկին, ձեր աղջկան փորձել են առևանգել։ Ինչ։ Ինչպես թե։ Ո՞վ է նման բան արել։ Այս բանի ես ոչինչ ասել չեմ կարող։ Կարոն է այս ամենի հետ կապված։ Միգուցե Կարոն է։ Չէ, մեքենայի հետագիծեցից է տալիս, որ սկզբում բախվել է Կարապետին, հետո փոխելով ուղին նաև հարվածել պատին։ Բայց ինչ կապ ունի Կարապետն այս ամենի հետ, ու ո՞նց է հայտնվել նույն վայրում։ Ու հետո նա հենց ինքը ինչ է ասում։ Այս պահին Կարապետը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ցուցմունք տալ չի կարող։ Անդրամ անկեղծ եղեք, ինձ պետք է անհանգստանալ Մարիի համար։ Մարին առողջականի հետ կապված ոչ մի խնդիր չունի, բժշկի հետ խոսել է։ Իսկ առևանգման պահով պարզապես ուշադիր եղեք, մինչև կբացահայտեք։ Հարավես։ Ոնց ես հարավես։ Ամեն ինչ կարգին է։ Հա, մամ, արդեն լավ եմ։ Տիկնած ուրեցիր։ Հաջողություն։ Կարծես, բարև տղաչ։ Չեմ նկատել, որ եկել ես։ Զգացի։ Մտածեցի չես գա։ Ինչի։ Հա, չնայած եւ մտածել ես նեղացած կլինեմ, հա։ Դե համել դա։ Ինչի էլ ինչ կա։ Մտածեցի հիվանդանոց գնացած կլինես։ Հիվանդանոց։ Դե հա։ Մարիի մոտ։ Ինչ Մարին ինչ ա եղել։ Քեզանից չի որ չգիտես։ Ոնց կարա Մարիին ինչ որ բան եղացած լինի ու դու չիմանաս։ Նարեջան, քեզ ինչ եղավ։ Ուզում եմ հասկանամ ինչ ես անիմաստ վիճում։ Քեզ չի սազում։ Իսկ հիմա նորմալ բացատրի հասկանամ ինչ ա եղել։ Շատ բան չգիտեմ։ Մենակ գիտեմ, որ վթար ա եղել, ինչի հետևանքով Մարին հայտնվել է հիվանդանոցում։ Բայց տանից դուրս գալուց առաջ Միշոյի հետ խոսացի, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, Մարիին բան չի եղել։ Այ քեզ բան։ Չեմ իմացել։ Ինչև է, լավ է, որ Մարին բան չի եղել։ Բայց ես ուզում զանգես, անձամբ իրանից հարցնես ոնց է։ Նարեջան, այն ասում ես, որ լավ է, ինչի համար զանգեմ։ Նարեջ, կարամ մի բան խնդրեմ։ Հա, իհարկե, ասա։ Կլինի քեզ չպայզնենց ոնց որ մնացած աղջիկները։ Այսինքն։ Ոնց բացատրեմ, որ ճիշտ հասկանաս։ Ես մտածեմ ասեմ, էլի։ Նայնար, դու ինձ վրա շատ լուրջ ու խելացի աղջկա տպավորություն ես թողել։ Քո հետ շատ կոմֆորտ եմ։ Քո հետ շփվելուց ես տեսնում եմ, որ իմ դիմաց շատ խոհեմ ու խելացի աղջիկ ա կանգնած։ Մարի հետ կապված այս բզիկները քեզ չի սազում։ Ու անկեղծ ինձ էլ դուր չի գալիս։ Ես ուղղակի ուզում եմ ասեի, որ Նար, ես շատ լավ գիտեմ, թե դու ինչի համար ես ուզում ասես, բայց հավատա պետք չի։ լավ, Իսկ հիմա բարձր կկարդաս, ես էլ լսեմ։ բայց մենք դες չենք պայմանավորվել։ Ես իմ գիրքն եմ կարդում, դու քո գիրքը։ Ու եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, արանքում ինչ-որ խոստացված պաղպաղակել կար։ Աչքիս վրա, ասա ինչ պաղպաղակա սիրտդ ուզում, հենց հիմա գնամ բերեմ։ Վանիլային, շոկոլադե, թե մերքային։ Երեքն էլ սիրում եմ։ Հենց հիմա երեքից էլ կբերեմ։ Վայ չէ Տիգրան, տես բան չանես, ես այդքանը չեմ կարող ուտեմ։ Դու հանգիստ եղի, ես նենց պաղպաղակ կբերեմ, որ երեքից էլ մեջը կլինի։ Մենակ ստեղից տեղ չգնաս։ Հա ու ամենակարևորը, անցորդների հետ էլ չխոսես։ Կաշխատեմ, բայց խոսք չեմ տալիս։ Սպասի գալիս եմ։ Ինչ եկել ենք տուն, այդ տղան Մարիի հետ սենյակում է։ Ինչի չես ասում գնա։
Դեռ երկար է մնալու այստեղ։ Մամի ջան, Մարին հիմա այնպեսի վիճակում է, որ եթե Միքայելի հետ խոսելուց իրեն լավ է զգում, թող խոսեն։ Նենց էլ հանգիստ ասում ես, մեկ-մեկ զարմանում եմ քո այդ հանգստության վրա։ Մամ, խնդրում եմ։ Կարծես ինձ ընդհանրապես չճանաչես։ Թող խոսեն, թող մի քիչ լիցքաթափվի երեխեն։ Իսկ ինչ կլինի, որ գա մեզ հետ խոսի։ Երևի Միքայելի հետ խոսելով իրեն ավելի լավ է զգում։ Ավելի հեշտ է կարողանում սիրտը բացել, կիսվել։ Տեսար ոնց էր անհանգստանում Կարոյի համար։ Կատարվածը շատ է ազդել Մարիիս վրա։ Ուղղակի սարսափում եմ, որ մտածում եմ, թե ինչ կարող էր լինել։ Լավ է, որ ամեն ինչ էսպես ավարտվեց։ Բայց ես այդ Կարո չեղածի համար շատ մտահոգված եմ։ Այ Աստվածաշուտը առողջանա։ Հուսանք այդպես կլինի։ Չնայած Մարին հրաժարվում է ընդունել հորը, բայց վստահ եմ, որ շատ ծանր կտանի։ Եթե հորը նոր գտած հանկարծ կորցնի։ Ես էլ հուսամ, որ նման բան իհարկե չի լինի։ Մտածում եմ, գուցե Մարին այսքանի օրը դպրոց չգնա, հա, մինչև հանդարտվի այս վտանգավոր պահերը։ Ինչ գիտես ով է, ինչ ա ուզում մեզանից։ Էլ ինչ կա այդ ստահակի մտքին։ Հաստատ նախշուն ենք եմ գնաված։ Նախշունն է, իմացել է ինչ ա եղել, վատացել է։ Հազար անգամ ասի մի արի, չէ ասում է, այս իրավիճակում պետքա ձեր կողքին լինեն։ Մարս ախր զարմանում եմ, որ այդ գրածը տեսար, գրան մեջդ կասկած չառաջացավ, որ կարող է ես չլինեմ։ Դե միշ SMS-ի մեջ գրված էր, որ հեռախոսդ կոտրվել է ու դրա համար ես գրում։ Հենց տենց էլ գրած էր, որ կոտրվել է։ Հա։ Հələ դուր տեսնեմ մի հատ էլի։ Դա մարս մեծ հարց տամ էլի, որ այդ պարկը գլխիդ էինք հաշում, դու հասցրեցիր ինչ-որ բան տեսնել, նկատել, հասկանալ, ասենք մեկին նմանացրեցիր դրան։ Չէ, միշ, հետևիցս աչքերս փակեցին ու մենակ հիշում եմ, որ գլուխս հարված ստացավ ու շաթափվեցի։ Արա բդան ոնց եմ սպանելու, որ բռնեմ։ Միշ, գիտես ամենաանհասկանալին որն էր, որ այդ Կարոն ոնց էր հայտնվել այդտեղ։ Ես գիտեմ ինչի է Կարոն եկել։ Ու ինչ էր եկել։ Օրվա մեջ տեսնվել էինք պատահական, ասեց, որ քեզ պիտի տեսնի, հետո պիտի խոսի։ Երևի դրա համար էլ մոտակայքում ա եղել էլի։ Բա այդ դեպքում եթե եկել է խոսենք ինչի ձայն չի տվել, ուղղակի լուր քայլել է հետևիցս։ Եթե ձայն տար խոսեինք, հաստատ այս ամենը չէր լինի։ Արս արի անիմաստ հարցերով ուղեղդ մի ծանրաբեռնի։ Ձեզ Կարոն ուշքի կգա, բոլոր հարցերիդ կպատասխանի։ Միշ, բայց ինչ ես մտածում։ Կարոն կապակինվի։ Մարս ամենից շատ լավ կլինի հանգիստ տեղի։ Պապատ շուտ ոտքի կկանգնի։ Մենակ տեսներ ոնց էր անօգնական բարկած գետնին։ Նենց ահավոր տեսարան էր։ Արս ինքը հանձնվող մարդկանցից չի։ Ասում եմ հանգիստ տեղի, շուտ կապակինվի։ Միշ, ինչի է ինձ թվում, որ ինձնից բան ես դու թաքցնում։ Ես։ Ինչ պիտի թաքցնեմ եմ արս։ Չգիտեմ, այդպես եմ զգում։
Չէ, ուղղակի անհանգիստ եմ ես կատարվածի հետ կապված։ Հաստատ ուրիշ բան չի եղել։ Այ մարս չէ ասում եմ։ Ոչինչ որ ձեզ խանգարեմ։ Շորշի։ Շատ ես վախեցել մոր։ Դե մի քիչ։ Ոչինչ, կարևորը հիմա ամեն ինչ անցյալում է ու ամեն ինչ կկարգավորվի։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Դրա համար ես տենց մտահոգ ու անհանգիստ։ Արս անտրամադիր չեմ, ուղղակի անհանգիստ եմ ես կատարվածի հետ կապված։ Բացի այդ, մինչև չգտնեմ այդ անողին, այսպես անհանգիստ մնալու եմ։ Բայց այդ չի նշանակում, որ դու էլ պետք է տխրես։ Հանգիստ եղի, սրանից հետո ինչ լինի, վստահ եղի, որ կողքիդ ենք։ Միշոն ճիշտ է ասում է, մենք բոլորս քո կողքին ենք ու թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը քեզ վնասի, ով ուզում է լինի։ Շատ ապրես Շուշի ջան, ճիշտ ես։ Այս որ հանգիստ եղի մարս։ Սրանից հետո դու իմ ու Շուշիի հսկողության տակ ես։ Տենց մի հերթապահության ցուցակել այնտեղ ենք ազվում։ Դու չես ասում։ Մաշկից իմ գնալու ժամանակն է մարս, թե չես հա տատի թուր թվանքով գալու է ինձ տեղից ճանապարհի։ Համել արդեն հանգիստ եմ Շուշին ստեղա։ Հանգիստ եղի Մարիի համար։ Միշտ մի քիչ մնա։ Մարս կմնայի գիտես, ուղղակի գործեր ունեմ, պիտի գնամ։ Համել հələ ձյաց կարողին էլ պիտի տեսնեմ։ Բայց խոստանում եմ, հենց գործերս վերջացնեմ, միանգամից կզանգեմ քեզ, ինչքան ուզես կզրուցենք երեկոյան։ Դա։ Շուշ չեմ պատահ։ Բժիշկ ո՞նց ամուսնուս վիճակը։ Տիկին դեռ ոչ մի նորություն չկա, ձեզ ասել էի, որ շուտ նորությունների չսպասեք։ Ոնց չկա։ Ամուսնուս արդեն մի քանի ժամ ձեր մոտ է ու ոչ մի բան։ Տիկին սա այն պահն է, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, մնացածը արդեն կախված է հիվանդի վիճակից եւ իր ապրելու նկատմամբ ցանկությունից։ Ինքը պիտի պայքարի իր կյանքի համար։ Եթե դուք ոչ մի բան չեք կարողանում անել, ուրեմն ես ամուսնուս տանում եմ։ Հա, ասեք որ ես տանում եմ ամուսնուս, տանում եմ Եվրոպա, չգիտեմ, ամենալավ բժիշկների մոտ, եթե դուք անկարող եք։ Տիկին հասկանում եմ ձեզ, բայց հավատացեք, ուր էլ տանեք, ում էլ բերեք, ոչ մեկ ոչինչ չի կարող այս պահին անել, բժշկությունը արդեն ամեն ինչ արել է։ Բժիշկ սախարեմի մոտ սրտի կանգա։ Ոնց։ Կարո՞ղ։ Լասա տեսնեմ այդ ոնց է եղել, ինչ է պատահել։ Այն Արևշատյան երեխեն ինչ գործ ուներ այդ վթարի հետ, ինչ կապ ունի, հա։ Թորոս քերը, ես ուղիղ այնքան գիտեմ, ինչքան որ դու։ Դու էլ ես համացանցից իմացե։ Առավոտյան իմ համար լավ տրամադրության պատմացա։ Սուրճս դրեցի, ասացի դուրս գամ պատշգամբ վայելեմ։ Դուրս եկա պատշգամբ, մտա համացանց ու goodbye լավ տրամադրություն։ Օրինակ, եթե ուղիղ նայես այդ հարցին, Մարին ինձ էլ բան չի արել, բայց ես մեկ ազզվում եմ իրանից։ Ու եթե հնար ունենայի, լավ էլ կառևանգեի ու կտանեի կգցեի նենց մի տեղ, որ էլ աչքիս չերևար։ Ուզում եմ ասեք, որ ամուսնուս մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող։ Վիճակի մեջ ոչ մի դրական փոփոխություն չկա։ Ձեզ խնդրում եմ տուն գնացեք։ Միևնույնն է դուք այս պահին իրեն ոչինչով չեք կարող օգնել։ Մար, մտածում եմ կարող է քեզ առևանգողը աղջիկ ա եղել։ Աղջիկ։ Չէ, շուշ, դժվար։ Աղջիկը կամ կինը չէր կարողանա ինձ գրկել ու բեռնախցիկի մեջ գցեր։ Ես մի քանի անգամ տեսել եմ քո բնութագրած ավտո։ Ու ինքը շատ էր գալի ձեր հետևից։ Վատ է, ստավո։ Ինչպես նոր դրա մասին խոսում։ Կա ինչ-որ մարդ, ով կարող է նման բան անել։ Այլ կերպ ասած կասկածում ես ինչ-որ մարդով։ Բարի երեկո, պարոն Շահնազարյան, Միքայելն է։
Ճիշտն ասած, ձեզ հետ մի հատ շատ լուրջ թեմայով խոսալու բան ունեմ։ Երբ հարմար կլինի հանդիպենք։